Բարև ձեզ հարգելի բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդումը հանքային քարերի բուժիչ հատկությունների մասին։ Հանքային քարերը հազարամյակներ շարունակ կուտակելով իրենց մեջ մեծ քանակության էներգիա, նրանք նպաստում են մարդու առողջությանը, քանի որ ճառագայթում են էներգիա եւ կլանում են նաեւ մարդու բացասական էներգիան, տարբեր քարեր ունեն տարբեր տեսակի բուժիչ հատկություններ, տարբեր հիվանդությունների համար, որոնք փորձված են դարերի վեր, մարդկությունը օգտվել է այդ քարերից եւ դեռևս շարունակում է օգտվել։ Նրանք առանց դեղորայքների, առանց քիմիական որևէ պրեպարատների դրական ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա։ Հանքային քարերը օգտագործում են զարդի ձևով, զարդերի ձևով, կարող են նաև պահել մարդիկ իրենց մոտ գրպաններում կամ պայուսակներում կամ ինչ-որ միտեղ, որպեսզի զերծ մնան չար ուժերից, այդ չար աշկից եւ այլը, եւ բուժեն տարբեր տեսակի հիվանդություններ։ Այսօր կխոսենք խրիզոլիթի մասին։ Խրիզոլիթը կոչվում է նաև պերիդոտ։ Պերիդոտ կանաչ գույնի քարը, այստեղ գիտեք կարևոր նշանակություն ունի քարի գույնը եւ նրա մեջ կուտակված այդ կենսական էներգիան, որը ճառագայթում են կան քարեր, որոնք անսպառ էներգիայի աղբյուր են հանդիսանում, որոնք իրենց էներգիան տալիս են օրգանիզմին, մարդուն։ Խրիզոլիթը կանաչ գույնի հանքային քարը, բնական քարը վառ կանաչ գույնի է լինում, մշակումից հետո այն սա շատ գեղեցիկ է եւ օգտագործում են որպես զարդեր պարանոցին, վզնոցների ձևով, մատանու ականջողերի եւ այլն։ Այն վանում է դեպրեսիան, խանդը, նպաստում է ուղեղի նորմալ գործունեությանը, կարգավորում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի գործունեությունը, բուժում է այդ օրգանների հիվանդությունները, վանում է բացասական հույզերը, բացասական էներգիան մարդու մոտից, հնարավորություն է տալիս ուղեղին նորմալ գործունեություն եւ ուղեղը այլևս չի մտածում բացասական հույզերի մասին։ Բուժում է շատ դյուրին ձևով ստամոքսի խոցը խրիզոլիթը, բացի այդ նշված հիվանդություններից այն հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է հիմնականում ասացինք այդ քարերը, քանի որ նյարդային համակարգի համար են, ապա օգտագործում են նևրոզների ժամանակ նաև։ Ինչպես պետք է օգտվեք այս քարից, բացի այն, որ նա զարդի ձևով կրում եք ձեր օրգանիզմի մարմնի վրա, այն նաև կարող եք գցել երեկոյան մեկ բաժակ ջրի մեջ, մնա ամբողջ գիշեր թռնվի եւ առավոտյան խմեք այդ ջուրը, դա կարող եք անել երկար ժամանակ, որևէ խնդիր չի հարուցում, բացի դրական էներգիա տալով ձեր օրգանիզմին։ Եթե կունենաք հարցեր այս բնական քարերի վերաբերյալ, կարող եք ձեր հարցերը ուղղել, սիրով կպատասխանենք, իսկ մինչ այդ խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք մեր հաղորդումները, ձեր ամեն մի լայքը օգնում է, որպեսզի մեր հաղորդումները տարածվեն եւ ավելի շատ լսարանը մեծանա։ Հարգելի բարեկամներ, բուժման եւ տեղեկատվության համար կարող եք դիմել Պուշկինի 38։ Ես բժիշկ Աշոտ Աշոտյանն եմ, բժշկական գիտությունների դոկտոր,
Կրկնում եմ, որպեսզի մարդիկ կան, որ հաղորդումը նայում են, բայց իմ անունը չեն իմանում, զանգում հարցնում են։ Իմ բոլոր ասածները գրված են իմ գրքերում, հարգելի բարեկամներ, հատկապես Ալկամա գիրքը, որը պարունակում է 170 տեսակ հիվանդություն, գիրքը ունի իր հավելվածը, որտեղ տրված են նաև գիտելիքներ ժողովրդական բժշկության մյուս ձևերի մասին, որոնց մեջ մտնում են նաև այդ բնական քարերը, որպես բուժամիջոցներ։ Այստեղ հիվանդության նկարագիրը գրված է շատ համառոտակի, բայց տրված է լայնարձակ բուժում, դեղատոմսեր ժողովրդական բժշկության մեթոդներով։ Գիրքը ունի իր պատկերասրահը, որտեղ տարբեր հիվանդությունների համար ներառված դեղատոմսերում բույսերի նկարները կան այստեղ եւ տակը գրված է 3 լեզվով հայերեն, ռուսերեն, լատիներեն, բացի այդ ունի քառալեզու բառարան նաեւ գիրքը, հրաշալի գիրք է, այն նույնիսկ էնցիկլոպեդիայի դեր է կատարում։ Մյուս գիրքը դա բժշկարանն է, որտեղ ներառված են 90 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է ավելի ընդարձակ, բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, դարձյալ գիրքը ունի քառալեզու բառարան եւ իր պատկերասրահը բույսերի գունավոր նկարներով։ Մյուս գիրքը, որ ցույց եմ տալիս, դա ռուսերեն է, լեչեբնիկ, որը դասագիրք է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Հարգելի բարեկամներ, իմ քսուկներին դուք արդեն երևի ծանոթ եք, մեկը Անահիտն է, սրանք բոլորը կոսմետիկ քսուկներ են, լրիվ բնական միջոցներից պատրաստված, ոչ մի քիմիական նյութ չի պարունակում, սա Անահիտն է, կարմիր գույնի, դա բույսի գույնն է, որից պատրաստված է քսուկը, Անահիտը մեր Անահիտ Դիցուհու անունով է, մյուսը Մարիա քսուկը, դա Աստվածամոր անունով է, ունի այս գույնը, դարձյալ բույսի գույնն է եւ Կարինե քսուկը, որը ունի այսպեսի բաց դեղնավուն երանգ, Կարինե քսուկը օգտագործում են նաև հոդային հիվանդությունների, հոդացավերի, նյարդացավերի, մկանացավերի, ոսկրածավերի համար, որը տալիս է հրաշալի արդյունք։ Անահիտը օգտագործում է նաև կարմիր քամու ժամանակ, որը փորձված է, դրա համար կա գրված նաև հոդված բժշկի կողմից, որը ինքը բուժվել է եւ գրել է նամակ առողջապահության նախարարությունը։ Մարիա քսուկը ունի նաև մաշկը սպիտակեցնող հատկություն։ Այս քսուկները լավացնում են մաշկի այրան շրջանառությունը, ասեցինք ցավազրկող են, ունեն բուժական հատկություն, հրաշալի ձևով բուժում են բոլոր տեսակի վերքերը, մաշկային, խոցերը, երկարատև չբուժվող խոցերը եւ այլն, մաշկին տալիս են փայլ, էլաստիկություն, մաքրում են մաշկը ընդունում է իր բնական տեսքը։ Դա ինչ առողջություն այսօր հասկանա, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։